Փաշինյանն ու Ալիևը շտապում են Աբու Դաբի, որ եղբայրություն կերտեն, կամ արդեն իսկ կերտած եղբայրության համար պարգևատրվեն։ Նրանք կմասնակցեն Շեխ Զայեդ հիմնադրամի մարդկային եղբայրություն մրցանակաբաշխությանն ու կպարգևատրվեն Զայեդ մրցանակով։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը այս մրցանակին արժանանում են խաղաղության կերտման ուղղված իրենց ջանքերի շնորհիվ։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Թրամփի միջնորդությամբ Փաշինյանի ու Ալիևի նախաստորագրած խաղաղության համաձայնագիրն է եղել շարժառիթը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հաղթահարեն թեժ մրցակցությունն ու 90 երկրի 350 ներկայացուցչից հենց իրենք արժանանան այս մրցանակին։ Զայեդը միջազգային մրցանակ է, որը հիմնադրվել է 2019 թվականին Արաբական Միացյալ Էմիրություններում կաթոլիկ եւ իսլամ աշխարհի առաջնորդների նախաձեռնությամբ։ Այն կրում է Էմիրությունների հիմնադիր առաջնորդ Շեխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի անունը։ Մինչև այսօր Զայեդ մրցանակին արժանացել է 15 երկրի 16 ներկայացուցիչ։ Մրցանակակիրների թվում են Ալ-Ազարի մեծ իմամ Ահմեդ Ալ-Թայեբը, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը եւ այլանձինք։ Այս մրցանակը տրվում է նրանց, ովքեր անշահախնդիր աշխատում են մարդկային եղբայրությունն առաջ մղելու ուղղությամբ։ Այս տարվա հունվարին էր Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հյուրընկալել Զայեդ մրցանակի ներկայացուցիչներին, որոնց շարքում էր նաև Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շարլ Միշելը։ Հենց այն նույն Միշելը, որի հովանավորությամբ 2022 թվականին Պրահայում Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Այժմ Միշելը իր այդ կարևոր պաշտոնը թողնելուց հետո մեկն է Զայեդ մրցանակի հանձնաժողովի այն անդամներից, որոնք Փաշինյանին եւ Ալիևին ճանաչել են որպես մարդկային եղբայրության կերտողներ։ Փաշինյանն ու Ալիևը Զայեդ մրցանակին արժանանում են դեռ միայն նախաստորագրված պայմանագրի շնորհիվ, որի ստորագրումն ըստ ադրբեջանական կողմի հնարավոր է տեղի ունենա մինչև այս տարվա հունիս, մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրություններ, բայց այս պայմանագիրը ստորագրելու համար ըստ Ադրբեջանի Փաշինյանը պետք է գնա հերթական զիջմանը, փոխի Հայաստանի սահմանադրությունը։